մենք շարունակում ենք դիտարկել խնդիրներ իրենց լուծումներով, այսուհետ արդեն անդրադառնալու ենք միասին for loop-ի խնդիրների դիտարկմանը։ Այս խնդիրները, որոնք որ մենք առաջիկա վիդեոների ընթացքում առաջադրելու ենք, դրանք բոլորը կլուծենք for loop-ով, որպեսզի հասկանանք for loop-ի աշխատանքը, ինչ սկզբունք, ինչպես է այն աշխատում եւ ինչպես կարելի է դրա միջոցով լուծել խնդիրներ։ Դրանից այսօրվա առաջին խնդիրը հետեւյալն է՝ գրել ծրագիր, որ ստանում, որն արտացում է ձեր անունը համարակալած։ Նու այս խնդիրը մի փոքր լավ ձևակերպաշին, թար ձևակերպումը այսպես է, պետք է գրենք ծրագիր, որը 1-ից մինչև 100-ով կհամարակալի մեր անունը եւ կարտացի այդքան անգամ մեր անունը, այսինքն 1 մեր անունը, 2 մեր անունը, 3 մեր անունը, այդպես մինչև 100 եւ մեր անունը։ Դե եկեք անցնենք խնդրի լուծման։ Այս խնդիրը լուծելու ենք օգտագործելով for loop եւ օգտագործելու ենք range։ Ինչ է հենց ենթադրում range-ը։ Նախ եւ առաջ եկեք սկսենք դրանից։ Երբ գրում ենք range, իրեն փոխանցելով ընդամենը 1 արգումենտ, ինքը գեներացնում է, տվյալ դեպքում 100, ինքը գեներացնում է 0-ից մինչև տվյալ արգումենտը, եկեք այստեղ կոմենտեմ 0-ից մինչև տրված արգումենտ -1, այսինքն 100 -1-ը դա լինում է 99։ Եթե ընդհանուր դեպքում ասեմ range n-ը գեներացնում է 0-ից մինչև n-1 թվերը։ 1, 2, 3 եւ այդպես շարունակ մինչև n-1 թվերը։ Եվ ահա այս range-ը օգտագործելու ենք նաեւ մենք այսօր մեր խնդրի մեջ։ Թե ոնց հիմա միասին կհասկանանք։ Ուրեմն օգտագործելու ենք for loop, դրա համար գրենք for, ու տալու ենք փոփոխականի անուն, ես տալիս եմ temp in օպերատորն է եւ range-ի մեջ։ Range-ը լինելու է մինչև 100-ը։ Այստեղ n-ը բաստողացի range։ Այսպես։ Եվ փոխանցում եմ 100։ Այսինքն իմ ցիկլը պատտվելու է մինչև 100-ը, ու ինքը ոնց է աշխատել։ Եկեք միասին հասկանանք։ Տեմպը սկզբից լինելու է range-ի առաջին տարը, հետո տեմպը լինելու է range-ի երկրորդ տարը, երրորդ եւ չորրորդ տարը։ Հիշենք, range-ը դա հաջորդականություն է գեներացնում, բազմություն է գեներացնում այս դեպքում, որը լինելու է 0-ից մինչև 99 ներառյալ։ Այսինքն 100 հատ տարա պարունակում։ Իսկ մեզ պետք է որ մեր ցիկլը պատտվի 100 անգամ, որտեղ խնդրի պահանջում ասում է, որ պետք է 1-ից մինչև 100 անգամ արտացվի։ Եվ ինչ ենք արտածում։ Ամեն անգամ print ենք անում տեմպը եւ մեր անունը։ Ու տվյալ դեպքում եկեք ես ինչ որ անուն գեներացնեմ Միկա։ Ու տպումա Միկան։ Եկեք ստեղ նույնիսկ ես space git space դնեմ, որ համարակալ համարում git դնի։ Բայց այստեղ տեմպը արժեքը սկսում է 0-ից վերջանում է 99-ով։ Իսկ ինձ համարակալում պետք է 1-ից մինչև 100-ը։ Դրա համար ես արտածել եմ ոչ թե temp, այլ temp + 1-ը։ Այսպիսով temp + 1-ով ես տանում եմ 1-ից մինչև 100 համարակալումը եւ սա string-ը, որը արտացվելու է այդքան անգամ սրանքից։ Եկեք աշխատացնենք եւ ահա տեսեք այսպիսի հաջորդականություն ենք ստանում։ Սա այն էր, ինչ որ մեր խնդիրը մեզանից պահանջում էր անել, սա էլ առաջինի համար։ Այսքան է խնդրի հետ կապված, ինքը բավականին հեշտ խնդիր է, այստեղ ուղղակի պետք է հասկանալ ինչպես աշխատում range-ը, ինչ նշանակում է range-ը ստանում 1 արգումենտ, ինչպես է temp-ը աշխատում, temp-ը ամեն անգամ լինում է range-ի հերթական տարը, եւ այսպես շարունակ ինքը արտացում է այս տարը։ Վերջ ընկերներ, այսօրվա համար այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Լավ մնացեք, կհանդիպենք։